Մերոնք գտեեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Եվ այսպես ամառը այդքան էլ ամառային չի, աշխատանքները եռում են, այսպես ասած, հետընտրական process է, Եվրոպաներից են գալիս, ռուսներն են մեզ սպառնում եւ այսպես շարունակ։ Պիտի խոսենք այս երևույթների մասին, բնականաբար նաեւ ներքին զարգացումների մասին։ Կանք ռուսներին եւ մեր պահվածքին տասնյակ տարիներ Արոբիկը, Սերժիկը եւ մնացած բոլոր պատահական մարդիկ, ովքեր հայտնվեցին Հայաստանի ղեկին, մեզ ստորացրեցին, մեզ հարճի կարգավիճակով մցրեցին Ռուսաստանի ծոցը։ Իրենք բնականաբար առաջին մտնողն էին, բայց այսպես ասած տառապանքը հայ ժողովրդինն էր։ Եվ հանկարծ եկավ մի ժամանակ, որ ռուսները իրենց այդ մի փոքր խոստումը Արցախի, չգիտեմ, պաշտպանությունը, Հայաստանի պաշտպանությունը էտել չարին, ասացին ինչու պիտի մենք ինչ-որ մի մարմնավաճառի օգնենք։ Նրանց համար երկիրը ընդամենը տարածքի հայ ժողովուրդ չկա։ Եվ հայ ժողովուրդը նեղացավ, հայ ժողովը նեղացավ, բան փոխվեց մեր հոգու մեջ։ Այն փոքրիկ, այն ամեն ինչը որ հանդուրժեցինք, տեսանք, որ անգամ դա չկա։ Ու հիմա Ռուսաստանը էլի նեղանում է, ասում է ոնց թե մենք ինչ արել ենք, լավ ենք արել, աչքներդ էլ ենք հանել։ Դուք մեր այն 3 տարանին եք, ոնց թե մեր ծոցը չեք մտնում։ Այդ տղա խելոք մնացեք։ Ես հացը կփագեմ, ծիրանը չեմ առնի, չգիտեմ, ցորենը չեմ ուղարկի, վարելիքը չեմ տա, գազը կփակեմ։ Եվ այսպես շարունակ դնենք մի կողմ այդ ստոր արարածները ում անունները տվեցի, Քոչարյանախառն ինչպես Իրան-Հայաստան գազամուղը փոքրացրեցին ռուսների պահանջով, ինչպես դրա կառավարումն էլ տվեցին նրանց եւ այսպես շարունակ։ Այլ ես ուզում եմ ասել ռուսները մեղավոր չեն։ Ռուսը ինչ մեղք ունի։ Բոլոր տրվողների հետ վարվում են այդպես։ Այ հիմա եկել է ինչ-որ մի պահ, որ պիտի կարողանանք մեր արժանապատվության կռիվը վերջի վերջո տանք։ Ես էլի եմ ասել ու էլի կկրկնեմ։ Մինչ Արցախյան, մինչ այս թշվառականների այդ բանը Ղարաբաղի խաչագողների Հայաստանում իշխանության գալը, Հայաստանը իր կռիվը տվեց, արժանապատվության կռիվը տվեց, մեկ չոփ անգամ չոտարեց ռուսներին։ Սրանք եկան, սաղոտարեցին այս խաչագողները, որպեսզի իրենք մնան իշխանության։ Անվիճելի բաներ են, պարզապես երբեմն հիշողությունները թարմացնելու համար եմ ասում։ Եվ այն փոքրիկ հույսն էլ իդերև եղավ, այսօր կանգնած ենք ընտրության առջև։ Բայց այդ ընտրությունը ուզում եմ ասել ամենևին պետք չի Ռուսաստան թե Եվրոպա։ Մենք ընտրել ենք ու պիտի ընտրենք բոլորի հետ նորմալ հարաբերությունները։ Չի ուզում Ռուսաստանը իր խնդիրն է։ Մենք պիտի կարողանանք ճկուն լինենք։ Ինչին այդուհանդերձ ձգտում ենք։ Կապ չունի Նիկոլ Փաշինյանն է իշխանության, թե չգիտեմ Սողոմոն Թեհլերյանը, մեղատեր Աստված։ Կարևորը որ ճկուն լինենք եւ կարողանանք աշխարհի հետ շփվել։ Այո, մենք ապրելու իրավունք ունենք, սա մեր երկիրն է, սա բիբլիական սարի փեշերին գտնող հայոց տարածքն է, որքան էլ այդ սարի նկարը ինչ որ մեկին դուր գա կամ դուր չգա։ Սկսած հայկական իշխանություններից, ովքեր փորձում են այստեղ էլ ճկունություն դրսևորել, մինչև թուրքականն ու, չգիտեմ, հայոց ցեղասպանությունը ճանաչող Իսրայել, բայց ով նաև նպաստել է, որպեսզի այդ ամեն ինչը կլորանա եւ այլն եւ այլն։ Պատմության տարբեր քարոզիներում։ Հա, հիմա ասում են Իսրայելի աչքը Հայաստանի վրա է, ասում են Ուկրաինայի վրա է, հետո ինչ։ Իմ աչքն էլ, չգիտեմ, երեք մի գեղեցկուի եմ տեսել իր վրա է, հետո ինչ։ Այդ գեղեցկուին իր արժանապատվությունը պիտի պահի։ Մենք մեր երկրի այն որ ասում է տեսակը պիտի պահենք։ Շատերի աչքը շատ ինչ-որ մեկի վրա է, իհարկե այդ փոխաբերական իմաստով ասացի գեղեցկու մասին։ Դրա այդ ճանապարհին պիտի փորձենք ստեղծել պաշտպանություն, պաշտպանունակություն, չգիտեմ, հնարավորություններ, տնտեսական հզորություններ եւ այլն եւ այլն։ Կոդերի միասնական գրանցման վերահսկողության համակարգի ներդրում։ Այս մասին է խոսում հայոց իշխանությունը։ Եվ կներեք մեղմ բարիս համար, մի ոռնոց են բարձրացրել տարբեր իրավապաշտպաններ, տարբեր ընդդիմադիրներ, արա դուք ես ինչ եք անում, մարդու անձնական
դաշտ եք մտնում, տարածք եք մտնում։ Ես վստահ եմ, այս ասողների 90%-ը գիտի իրականում ինչու է այս կոդերի միասնական գրանցումը պետությունը պնդում, որ տեղի ունենա։ Բայց չի բարձրաձայնում, հիմի բարձրաձայն եմ Լիբանանում, Իրանում։ Այդ բջջային հեռախոսները պայթեցին մարդկանց ձեռքերում։ Այդ բջջային հեռախոսները, ով առանց վերահսկողության հայտնվել էին երկրում, տարբեր պաշտոնյաներ տրաքեցին։ Դա պատերազմ է։ Նախապատրաստեցին եւ երբ պետք էր գլխովին վերացրեցին։ Իսրայելն արեց, ով արեց, վաղը որ թշնամին կմտածի Հայաստանի հետ գործ ունենալու դեպքում ինչ կանի, դա հնարավոր է, այսինքն սա առաջին հերթին պետական անվտանգության խնդիր է։ Եթե պետությունը հատուկ մարմինները ուզենան ինձ ձեզ լսել, կլսեն։ Դրա համար միասնական կոդ իրենց պետք չի։ Բայց միասնական կոդը պետք է, որպեսզի երկրի տարածք մտնեն այնպիսի կապի միջոցներ, որ վաղը չդառնան քու երկրի, որ ասում է գլխացավանքը, եթե վաղը պատերազմը թակի քու դուռը։ Այս մասին է խոսքը։ Եվ այդ ինչ որնոց եք բարձրացրել, ինչ եք ուզում։ Եվ հետարքիրն ինչ է, յուրաքանչյուր անգամ ծղրտալով ձայն են բարձրացնում, հետո հակառակը կլինի կասեն տեսակ, պետությունը չվերահսկեց, եկան մեզ պայթեցրին։ Այս տրամաբանությամբ ապրող անդիմություն ունենք։ Եվ իշխանության մասին չեմ ասում, Ուրսուլաներ եկել, ֆոն դեր Լայն, չգիտեմ, Լայնը մեզ խոստացա, որ Եվրոպան կփոխհատուցի, Եվրոպան կաջակցի։ Դա Աստված, որ այդպես լինի։ Ռուսները այս պահին իրենց տեսակի մեջ են գժված, եվրոպացիք մեզ հույս են տալիս, ես ամեն անգամ ասում է ձերքս աչքս տեսնի, ձերքս շոշափի։ Դա Աստված, որ ասում է հատիկ կարողանանք հասնել նպատակին։ Բոլոր դեպքերում այլընտրանք էլ չունենք։ Այլընտրանքը մեկն է, մարմնավաճառի կարգավիճակով պարկել ռուսների տակ, ռուսական Կրեմլի իշխանությունների տակ կներեք։ Սա է, այլընտրանք չկա։ Այնպես չի, որ հայ իշխանությունները սրբեր են, պարկել չեն սիրում, բայց իմաստ չունի։ Անշնորհակալ գործ է։ Մեկ անգամ տասնյակ տարիներ Քոչարյան Ռոբերտն ու Սերժիկ Սարգսյանը եւ դաշնակ պարագլուխները պարկեցին եւ հաճույք ստացան։ Հետո հղիության ցավերը ժողովուրդը տարավ։ Իրենք չտարան։ Իրենք այսօր էլ միլիոնները ձեռքին փորձում են մեզ նորից ապուշի տեղ դնել, ասել մենք էինք, փրկիչն էինք։ Հիմի ՀՀ իշխանությունները եւս իմաստ չունի այդ կարգավիճակում հայտնվել, փորձում են այո բոլորի հետ բանակցել, մինչև որ մենք կարողանանք պնդանանք։ Այդ պնդանալու ճանապարհը նաև այդ հեռախոսային կոդերը եւ նմանատիպ երևույթներն են։ Բոլոր դեպքերում ելքը մեկն է։ Լինել ուժեղ, լինել այնպես պաշտպանված, խնդիրը շատ ավտոմատ առնելը չէ, որ դու կարողանաս վտանգ ներկայացնել, որ մտածեն քեզ հարվածելուց առաջ։ Այդքանը չկա, մնացած ամեն ինչը ձայն բարբարով է։ Ալեն Սիմոնյանը կանգներքին ուրեմն զարգացումներին հրաժարվեց նաև մանդատից, երբ իրեն ԿՊ վարչությունը չընտրեց։ Ճիշտ ասած իր կեցվածքը ինձ դուր եկավ։ Ասած չեմ ուզում։ Ես կգնամ կհանգստանամ։ Ինչ տողատակ կա, արդյոք կա, ինչքան կա, դա, այսպես ասած, հետո կպարզվի, բայց որ Ալեն Սիմոնյանի պահվածքը ավելի քան շիտակ էր ու ազնիվ, ես ուրախ եմ։ Մեկ,
Երկրորդը, որոշ մարդիկ ինչ որ բաներ են հիշեցնում, ես էլ եմ ուզում էլի հիշեցնեմ։ Դուք մի պահ այդ բարոյազուրկ լրատվամիջոցները հազար ներողություն ժողովուրդ ձեր մորը ներքևից ինչ որ բաներ ասեն, ասի թու ձեր երեսի ճիշտ չի անի այդ ինչ եք դա դարձրել մարդ այդքան անպարկեշտ կլինի օրը մեջ ասել թե մայրը այնտեղից թքեց դուք մայր չունեք ձեզ մայր չի լույս աշխարհ բերել Ես ինչքան պիղծ շամորթի եք լսեք Գիտեք որ դա այդպես չի եղել այո մյուս տարբերակում այո մեկը դուրս եկավ ձեր դեմ ու ասեց դու թուրք ես ու դու կամ պիտի ապտակես այդ անասունին կամ ասենք Ալես Սիմոնյանի պես թու քո երեսին վատ բան է բայց վատը դա չէ տեսեք այդ ում դեպքին այդ պահին Այդ ով ասած դու թուրք ես ու դու թքեցիր երեսին նորմալ մարդը ոնց է որ ին վրա թքեն կամ ձեր վրա թքեն առաջինը պիտի զզվանքով մաքրեք այս թուքը հպարտորեն պահած հեռախոսը միացած սելֆի արած ասես տես երեսից թուք կա բա դուք այդ թափթփուկին ասելու բան չունեք այդտեղա հատուկ սադրեցիր որ թուք ներեսիդ մանգաս ինչի եմ այսպես մանրացնում արժեքների խնդիրը Եթե այդ արժի համակարգը այն մեկն ասելու դեպքում այս մյուսը չեք ասում որ ով ինչ է անում սա շատ վատ է Սա ձեզ ոչ միտեղ չի տանում դրա համար դարձել եք սրա նրա գրպանի լրատվամիջոցներ Բնականաբար ես չեմ արդարացնում ոչ Ալեն Սիմոնյանի պահվածք ոչ Պաշտոնյան պարտավոր ես անգամ ժամանակին ասել եմ ոստիկանը մեկը դիմացը հայհոյեց այս ոստիկանը այդ մարդուն ապտակ տվեց Ես ասացի եթե դու պիտի դառնայիր ոստիկան տղա ջան ուրեմն դու պիտի կարողանաս այդ հայհոյանքներին դիմանաս Դու այս պահին պետական մարդ ես ամեն ապուշին ապտակ չպիտի տաս այսինքն բոլոր պաշտոնյաները պարտավոր են շարքային կամ սովորական քաղաքացիներից մեկ քայլ առաջ մտածել, ավելի շրջահայաց լինել, ավելի դիմացկուն, դա նրանց պարտականությունն է։ Կոպիտ ասած մենք նրանց փող ենք տալիս դրա համար, որ այսպես քայլող օրինակ լինեն, լավի, դրականի, համբերատարության եւ այսպես շարունակ։ Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը, այդ երկրի վարչապետը, չգիտեմ, ինձ համար ես միշտ ասել եմ, այս վերջում էլ այցի Իմ երեսին թքելով ասի դե լավ արա տեսնենք էլ ինչա լինելու որովհետև դիմացը այն հանցախմբերն են ովքեր կոպեկ չարժեն բայց մի պահ նայեք էլի տեսեք ինչ է անում В общем, вероятно, была бы авара, даже աղջիկն իմը սկսել դզել սարը, բասիսյանի գարը, ջադետի մայսին իսկի մարդեն ունից, շոքեր եկել են մեզ հանում են ունից Տեսակ, այսպես Ապե ամառը եկելա, աղջիկ երկը տապա, սիսյանի գարը, չգիտեմ ինչ Իսկ դու վարչապետ ես թե ծաղրացու Այս պահվածքի ձեռից վերցրեք այդ գործիքը Վերցրեք ձեռքից Ամոթ է Ախր ինչքան կարելի է Մարդիկ հույս են կապում Ինչու եք մարդկանց զզվացնում Ինչև երբ պիտի Այս պահվածքը դրսևորեք երեք Ուրսուլային մի բան ասեք այսօր չգիտեմ Սիսյանի գառն ու չգիտեմ ինչը Այս երկրի վարչապետի պահվածք չի ինչքան կարելի է մանրանալ ու ոչինչ չանել ու ոչինչ չասել ու ոչինչ չստեղծել կամ ստեղծածը քացով տալ այն կթուկովի պես դույլը թափել այդ կաթը ինչու չգիտեմ ուր կտանի այս խառը խուճուճությունը բայց օրը գա բարին հետ առայժմ մեզ համբերություն արգա կամ պատրաստվող կամ առաջացած մարտահրավերներին դիմադրելու ճանապարհին հուսանք որ ամեն ինչ լավ կլինի կհանդիպենք